Ես կարծում եմ, որ այս նախուտեստը ընդհանրապես ոչ մի կապ չունի շաուրմայի հետ, բայց հենց այնպես ենք մենք անվանում այս բաղադրատոմսը տանը։ Այն իրականում պատրաստվում է շատ արագ ու ամենապարզ բաղադրիչներից, բայց ես որոշեցի այն մի փոքր ձևափոխել եւ դարձնել ել ավելի հյութեղ ու համեղ։ Բացում ենք լավաշը եւ այն ամբողջովին պատում ենք մայոնեզով, ապա կիսով չափ ավելացնում ենք հավի կրծքամիսը բաժանված թելիկների, հետո տապակած գազարը, եթե սոխ սիրում եք, կարող եք այն տապակել գազարի հետ։ Իսկ ես փոխարենը մի փոքր սխտոր եմ ավելացրել։ Հետո քերած պանիր եմ ավելացնում, ինձ մոտ սուլուկ ունի է, դուք այն կարող եք փոխարինել դեղին պանրով։ Եվ այս ամենը փաթաթում ենք, տալով մեր լավաշին ավանդական հայկական դուռումի տեսք։ Դուռումները առատ պատում ենք դեղնուցով, վրան մի փոքր պանիր եմ ավելացնում եւ այս ամենը տեղափոխում եմ նախապես 2 աստիճան տաքեցված ջեռոցը եւ թողնում եմ, որպեսզի այն լավ կարմրի 10-ից 15 րոպե։ Ապա այն դուրս եմ բերում, թողնում եմ, որպեսզի մի փոքր սառչի, կտրատում եմ ու վայելում։ Եվ այս նախուտեստը իմ տարբերակով նույնպես մեր տանը շատ սիրվեց։ Իսկ դու պահպանիր, որպեսզի չկորցնես այս պարզ բաղադրատոմսը եւ մեկնաբանություններում անպայման գրիր, թե որն է ձեր տան ամենասիրելի նախուտեստը։